Մենք լույսարոտին շարունակում ենք եւ մեր ամենակարևոր եւ սպասված հյուրերը արդեն մեզ հետ տաղավարում են։ Արցախի հերոս ոսկի արծիվ շքանշանի ասպետ Ալեն Մարգարյանի հեքիաթի հիման վրա ստեղծվել է նոր Սառցե շոու, որի պրեմիերան տեղի կունենա Երևանում դեկտեմբերի 20-ին եւ 21-ին։ Նոր հրաշքի նախօրեին Սառցե ներկայացումը Հայաստանի երեխաների եւ պատանիների նոր սերնդի համար է։ Հայ մշակույթի մեր առաջին անգամ հայ հեղինակի ամանորյա պատմությունը կվերածվի Սառույցի վրա գունեղ շոուի։ Այս ամեն մասին խոսենք ավելի մանրամասն մեր հյուրերի հետ։ Իսկ մեր հյուրերն են Ալենի մայրը Նազելի Տերտերյանը, Լույս Արաբոտի, գեղասահորդներ Սոֆի Կարապետյանը եւ Ալբերտ Ղարիբյանը։ Տիկին Նազելի, դուք այն մարդն եք, ով հազարավոր կրթադաստիարակչական ծրագրերի հեղինակն եք, հազարավոր երեխաներ ձեր շնորհիվ սեր առաջացավ իրենց մոտ ընթերցանության վերաբերյալ, հազարավոր, լավ, եթե ոչ հազարավոր, հարյուրավոր գրադարաններ ունեցան այն գրքերը, որոնք շատ պետք էին ու պակաս էին, նաև շատ կա թվարկելու, նաև շատ հաշմանդամ երեխաների ընտանիքներ ստացել են իրենց աջակցությունը եւ իմ աղջիկը մասնակցել ամենակարևոր նախագծերից մեկին եւ երբ որ մենք գնացինք խոսելու գրքի ցանկից, նա ասեց ես պետք է մասնակցեմ անպայման ու գրքերի ցանկը վերցրեցինք ու ասեց ու ինքը ես զարմացա ինչից, ինքը սկսեց կարդալ, հետո կամաց եկավ ասեց այս գրքերը Եթե ես տենամ տիկին Նազելին, կասեմ, որ այս գիրքը չպիտի լինի, որովհետև ընդհանրապես հետաքրքիր չի։ Ու 10-11 տարեկան երեխան արդեն այլ մտածելակերպ ունի, այլ կերպ է խոսում, այլ բաներից է խոսում եւ ուրիշ մակարդակի վրա է իր պատկերացումները, գույները, զգացողությունները։ Շնորհակալ եմ ձեզ։ Բարի լույս սիրելիներս եւ շնորհակալություն ամանորյա այս գունեղ տաղավարում մեզ հյուրընկալելու համար եւ տալու հնարավորություն մեկ անգամ եւս շնորհակալությունս հայտնելու գնահատանքի համար այն կատարված աշխատանքի անհամես չհնչի այն ջանքի ու եռանդի ինչպես նաեւ ժամանակի նյարդերի համար որ դնում ենք մեր ընտանիքը Ալեն Մարգարյան բարեգործական հասարակական կազմակերպությունը ինչպես նկատեցիք մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության հարցում կյանքի կոչելով մի շարք նախագծեր որոնց շնորհիվ փորձում ենք Ալենյան լույսը, Ալենյան գաղափարախոսությունը եւ Ալենյան արժեհամակարգը տարածել մատաղ սերնդի շրջանում։ Այո, ճիշտ նկատեցիք, հարյուրավոր գրադարաններ որպես նվիրատվություն ստացել են բազմաթիվ գրքեր, հարյուրավոր կրթօջախներ համալրվել են նվերներով, հազարավոր աշակերտներ իրենց համար բացահայտել են մի նոր հորիզոն, Ալենով ներշնչված, Ալենով մոտիվացված եւ Ալենի կերպարն ու տեսակը որպես օրինակ ունենալով։ Շատ հաճելի է, շատ շոյված եմ, որ ձեր բալիկը եւս մասնակցել է մեր նախագծերից իմ ընկեր Ալենը ընթերցանության համադպրոցական մրցույթին, որը կարծես հրեգնդի նման, կուտակվելով լավայի նման տարածվել է, գրավել է հարյուրավոր կրթօջախներ, հազարավոր աշակերտների, ինչու՞ չէ նաև մեծերի սրտերը։ Շատ ուրախ եմ, որ ունի նաև ձևավորված կարծիք, որտեղ շատ կարևորում եմ մատաղ սերնդի կարծիքը, քանի որ փոխվել են ժամանակները, փոխվել են մոտեցումները եւ անպայման մեր մեծերիս փորձառությունը գումարում ենք մեր նոր սերնդի կրեատիվ, նորարարական մտածողության հետ, որպիսի ունենանք փայլուն արդյունք եւ հնարավոր ամեն բան անում ենք, որպիսի բարեկիրթ, սերունդ եւ հասարակություն կերտենք։ Գիտեք ինչ հաճելի է, որ մտնում ես երեխա հետ գիրք գնելու ու առաջարկում են գրքերը հերթով, աշխատում ենք սենց ամ։ Ես հա կարդացել եմ, ես այլ եմ կարդացել, սա այլ եմ կարդացել։ Դեք որ նախագծի շուրջ եմ կարդացել, որովհետև երբ որ Ալենի մայրիկը ասեց գրքերը սենց թվարկում է, ֆանտաստիկա է, իմ կարծիքով յուրաքանչյուրի համար է դա մեծ երջանկություն։ Հենց դա է մեր նպատակը, հենց դա էր առաքելությունը Ալենի, երբ ասում էր, որ Հարվարդի համալսարանը ավարտելուց հետո պիտի վերադառնա եւ Հայաստանի Հանրապետությունում բոլորովին նոր շատ մրցունակ կրթական համակարգ պիտի ներդնի, որպիսի մեր երեխաները եւս կարողանան մրցունակ լինել աշխարհի թոփ համալսարաններում սովորող ուսանողների հետ։ Ինչ վերաբերում է գրքերի ցանկին, ապա ինչպես գիտեք, մենք համագործակցում ենք Կորիս կրթական հիմնադրամի հետ, որն ունի հրաշալի պրոֆեսիոնալների թիմ, որոնք աշխատում են
կրթական ծրագրերի ուղղությամբ տալիս են առաջարկներ յուրաքանչյուր տարիքին հարմար եւ ուսումնական process-ին անհրաժեշտ գրքերի ցանկ, որտեղից էլ կատարվում է ընտրությունը։ Բայց մշտապես այցելություններ ունենալով բազմաթիվ դպրոցներ եւ հատուկ հանդիպումների նպատակն էլ նրանում է, որ կարողանամ անմիջական շփվել մրցույթին մասնակից մեր երեխաների հետ, որպեսզի կարողանամ լսել նրանց կարծիքը, որպեսզի հետագա մրցույթներում մենք անպայման ներգրավենք նաեւ նրանց մոտեցումները։ Ջերմ գրկախառնություններս ձեր բալիկին։ Շնորհակալ եմ շատ։ Խոսենք Սոֆի եւ Ալբերտի հետ մի փոքր։ Կարգին այս թեմային կանդրադառնանք, այո, շատ լավ, բայց նաև անդրադառնանք մեր ֆանտաստիկ հյուրերին։ Ձեր համար եւս երևի սա շատ պարտավորեցնող, կարևոր, հաճելի, բացահայտումներով լի ներկայացում է սպասվելու, եթե դեմ չեք ճակերտներին փոքր բացենք։ Ինչ է սպասվում։ Ձեր էմոցիաների մասին։ Այս շոուն ի սկզբանե եղել է շատ ոգեշնչող, քանի որ Արենի հիմնված հեքիաթների վրա իհարկե պետք է մեծ բեմադրություն լիներ եւ այս հեքիաթը շատ բարի եւ հաճելի հեքիաթ է։ Այստեղ խոսում է չարի եւ բարու մասին եւ ինչպես միշտ չարը պատժվում է եւ բարին հաղթում է։ Շատ լավ, ես վստահ եմ, նաև շատ մեծ աշխատանք է տարվել ու միջև հիմա երևի տարվում է փորձեր եւ փորձեր։ Շատ լավ, իսկ ինչը ավելի շատ կառանձնացնեք, ինչն էր ձեր համար կարևոր այս ամենը։ Վստահ եմ, որ ամեն մի վարքյան առաջին պահից սկսած նույնիսկ երբ որ առաջարկ արդեն ստացել եք, որ դուք պետք է մասնակցեք, դա արդեն ոգևորիչ եւ տպավորիչ է, բայց ինչը կառանձնացնեք, ինչն է շատ ավելի կարևոր ձեզ համար։ Մենք ես էլ էի հուզվում որ առաջին անգամ եթեր եկի, ես էլ էի տենց, թե տարեք։ Պատկերացեք ոչ մեկ չկա, ոչ տեսախցիկներ, ոչ մենք մենոնցով նստած շփվում ենք։ Չգիտեմ։ Դե բացի այն որ նայեք գեղասահք, դա իր հերթին է բարդ եւ կա ծրագիր սցենար, չէ, մշակված, եթե ճիշտ ենք հասկանում, որը որ պետք է դետալ առ դետալ, քայլ առ քայլ իրականացնել, ըստ իս դա շատ ավելի բարդ աշխատանք է։ Ինչքան են տևում փորձերը եւ այլն, պատմեք այդ ամենի մասին։ Ով է ձեզ հետ աշխատում այս ամենի շուրջ։ Բարդությունները եւ այլն։ Փորձերը մեր մոտ տևում են մոտավորապես 2 ժամ եւ մեր հետ աշխատում են մի քանի ռեժիսորներ, Էմիլ Կարատը, Դմիտրի Լապշինը, Վիկտորիան, շատ հաճելի է նրանց հետ աշխատելը եւ ընդհանուր փորձերի ատմոսֆերան շատ լավն է եւ հիանալի է եւ իհարկե շնորհակալություն ենք հայտնում մեր նազերին իհարկե ֆինանսավորելու եւ ամեն ինչի համար, այսպեսի լավ շոուի համար։ Ինչ կավելացնի Ալբերտը իսկ խոսքներն Եկեք շատ նեղը կչկցենք ներտեղային Ալբերտը հուզվում է փորձեմ օգնության գալ կարիք բայց նաև սա մեծ հնարավորություն է ձեզ ոչ միայն մասնակցելու այս յուրահատուկ ներկայացմանը, հա, սա նաև ձեզ հնարավորություն տվեց ծանոթանալու արտերկրից հատուկ ժամանած պրոֆեսիոնալ մեդալակիրների, գեղասահորդների հետ իրենց այդ փորձի փոխանակումը, շփումը ինչ է տալիս ձեզ, հա։ Ես օրինակ պատկերացնում եմ հայտնի դերասաններ, օրինակ իմ համար հայտնի դերասան կամ օրինակ Ուրգենտը, օրինակ եթե գա Հայաստան, ես իր հետ հենց անձնապես ունենամ շփում, դա իմ համար շատ մեծ փորձի փոխանակում է։ Կարծում ձեր համար էլ հենց գեղասահքում է այդպես։ Շատ ես կուզենամ Տիգին Նազարի, եթե դժվար չի դուք, հա, նշեք այ հրավերը մասնագետների։ Սիրով։ Գաղտնիք չէ արդեն, որ 5 տարի շարունակ փորձում ենք Ալենի հիշատակի հավերժացման միջոցառումները կյանքի կոչել կրթության, գիտության, արվեստի եւ մշակույթի բնագավառում։ Եվ արդեն իսկ ունենք ծրագրերում տեխնիկային թատրոն, պատրաստվում է մուլտֆիլմ հեքիաթի հիման վրա եւ որոշում կայացվեց Սառույցի վրա բեմադրել լեգենդ Ամանորյա կախարդանքի մասին Ալենյան հեքիաթը։ Քաջ գիտակցում էի, որ շատ նոր ոլորտ է, ցավով պիտի նշեմ, որ շատ մեծ նվաճումներ Հայաստանի Հանրապետությունը գեղասահքի ոլորտում առայժմ չունի եւ որոշեցինք Ալենյան գաղափարախոսության շրջանակներում ինչն է աջակցել, խրախուսել, մոտիվացնել երիտասարդ, շնորհալի, տաղանդաշատ մեր երեխաներին, այդ թվում եւ մեր ֆանտաստիկ գեղասահորդներին եւ նաեւ գումարած իմ մանկուց դեր սրտումս տեղ գտած մեծ սերը գեղասահքի նկատմամբ որոշեցինք կյանքի կոչել այս մեգա նախագիծը։ Սառցե շոուն,
որը շատ ճիշտ նշեցիք, շատ մեծ բարդություններ է իր հետ բերում։ Տոնի հետ մեկտեղ բավականին լուրջ պրոֆեսիոնալ աշխատանք է պահանջվում, թե գեղասահորդների կողմից, թե նաև ղեկավար անձնակազմի պրոֆեսիոնալների կողմից։ Բայց գիտակցում ենք, որ սա շատ հրաշալի հնարավորություն է, որպեսզի մեր գեղասահորդները շփվելով, դասեր քաղելով ոլորտի լուրջ պրոֆեսիոնալների հետ, որոնք մենք հրավիրել ենք, շատ մեծ հնարավորություն ունեն իրենց մասնագիտական հմտությունների վրա աշխատելու, պրոֆեսիոնալիզմը ել ավելի բարձրացնելու։ Հաճույքով պիտի նշեմ եւ հպարտությամբ, որ իսկապես պրոֆեսիոնալների բավականին լուրջ թիմ է աշխատում այս նախագծի վրա, թե կոստյումների ձևավորողը Տիկին Կարինե Դնոյանը, թե մեր պրոդյուսեր Զարա Մխեյանը, թե սցենարիստ ռեժիսոր Էմիլ Կարատը եւ խորեոգրաֆը Լապշինա Դմիտրի, բոլորը, ինչպես նաեւ բեմական խոսքի վարպետը Տիկին Զարան, ֆանտաստիկ պրոֆեսիոնալ թիմ, որն ամեն ինչ անում է, հոգի է ներդնում այս նախագծի մեջ, պարգևելու տոն, ամանոր, ուրախություն, գույն եւ վառ տպավորություններ, ինչպես փոքրերին, այնպես էլ մեծերին, ամանորի նախաշեմին։ Վաու։ Հրաշալի է։ Շատ լավ։ Ես նաև գիտեք ինչ եմ մտածում այս ընթացքում, որ կան պրոֆեսիոնալները, կա մի մեծ թիմ, ովքեր աշխատում են այս ամենի շուրջ, բայց իմ կարծիքով ձեր բացակայությամբ դա չի ստացվի։ Իմ կարծիքով դուք եթե ոչ բոլոր փորձերին, գրեթե բոլոր փորձերին դուք ներկա եք, որովհետև ըստ իս որքան էլ նրանք ծանոթ լինեն ծրագրին, հեքիաթին, Ալենի, նրանք կարող են մի փոքր այլ կերպ ներկայացնեն եւ ամեն ինչ գնա այնպես ինչպես որ պլանավորված չէ։ Դա այդպես է դուք մշտապես ներկա եք, թե օրը ամփոփում եք, շտկումներ եք անում ու ինչպես եք ընդհանրապես հասցնում ես ամեն ինչի մեջ դուք դա էլ անում։ Իսկապես այդ հարցը բոլորին է հետաքրքրում, անգամ ինքս ինձ։ Երբեմն ասում են, որ այո, գերբնական ուժ է գալիս վրաս, որ երբ թվում է, թե արդեն ուժերը սպառման եզրին են, արդեն նյարդերս չեն բավարարում, որովհետև քանի որ տեսակ 5-ից ավելի ծրագրերի վրա ենք աշխատում միաժամանակ, պատկերացնում եք, թե ուժերի ինչպիսի գերլարում է պահանջում։ Մի շարք չաթեր ուղղակի վառվում են անընդհատ փոխհարաբերություններից, զրույցներից, քննարկումներից, բայց որպես գաղտնիք ասեմ, որ փորձերին հետևում եմ հեռավար, ամեն կերպ իմ զերծ եմ պահում գայթակղությունից, ոչ լիարժեք, այո, ոչ լիարժեք շոուն տեսնել, քանի որ ուզում եմ, որ իմ տոնն էլ լինի լիարժեք, եւ այստեղ օգնության է գալի իսկապես թիմը, որին վստահում եմ, որի աշխատանքը պարտադիր հսկում եմ, որի աշխատանքի հետ համահունչ քայլում եմ, օրվա 24 ժամը կարելի է ասել։ Մենք չունենք աշխատանքային օրեր, չունենք հանգստյան օրեր, բոլոր օրերը շաբաթվա աշխատանքային են, բոլոր ժամերը, այնպես որ կարող եք պատկերացնել մեր գրաֆիկը, ինչպես մեր հրաշալի գեղասահորդների, որոնք եւս իրենց անձնական հմայքին գումարած ջանք ու եռանդ չեն խնայում, նաեւ պրոֆեսիոնալ մասնագիտական թիմի, որպիսի հանրությանը իրականում նվերմատուցենք ամանորին։ Եվ կարծում 2021-ը շատ քիչ է։ Ես վստահ եմ, որ դուք ավելացնելու եք եւս գոնե մի երկու օր, որովհետեւ 2021-ին այնքան ցանկացողներ լինելով, որ իմ կարծիքով չենք էլ տեղավորվի այդտեղ։ Այո, շատ են ցանկացողները, լեփլեցուն են լինելու դահլիճը, նստատեղերը եւ սիրով, հպարտությամբ, նաեւ հուզմունքով եմ ուզում նշել, որ Ալեն Մարգարյան բարեգործական հասարակական կազմակերպությունը մեծ թվով հարյուրավոր հրավիրատոմսեր է բաշխել, նվիրել, թե Արցախյան հերոսամարտում զոհված մեր հերոստղաների ընտանիքներին ու բալիկներին, թե թիրախային խմբի բալիկներին հաշմանդամություն եւ հատուկ խնամքի կարիք ունեցող, ինչպես նաեւ մեր տարեցներին, որոնց կյանքում հեքիաթը պակասել է, բայց նրանք ուզում են լինել հեքիաթի մեջ, այնպես որ իրականում շատ հուզիչ են աշխատանքները։ Ես անգամ խոսելուց հուզվում եմ, երբ պատկերացնում եմ, թե հեքիաթը ինչպիսի կենթանություն է ստանալու բազմաթիվ կերպարների, գունեղ զգեստների, լուսային էֆեկտների շնորհիվ նաև սառույցի վրա։
Դե վստահ եմ մնացած ամեն ինչ արդեն պետք է տեսնել տեղում եւ ներեցեք ձեր հարցի շարունակությանը պատասխան տամ։ Այո, դիմորդներից հասկանում ենք, որ շատ քիչ էր դեկտեմբեր 20 եւ 21-ը։ Սիրով ասեմ, որ հյուրախաղերի մեկնելու է նաև մեր հարևան Վրաստանի Հանրապետություն, Բաթումի քաղաք, եւ մեծ հույս ունենք, որ այո նորից պիտի կյանքի կոչենք Սառցե շոուն արդեն ամանորյա տոներից հետո շրջագայությունների գրաֆիկը հաշվի առնելով, բայց վստահ ենք, որ այն սիրվելու է մեր հանդիսատեսի կողմից, այն մնալու է նրանց վառ հիշողությունների, տպավորությունների մեջ, ուստի եւ Սառցե շոուն երկար կյանք պիտի ունենա։ Վաու, այսինքն շոուն Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս է նաև գնում եւ մեծ շրջագայություն կունենա վստահ եմ երկիր մոլորակով, ոչ միայն Վրաստանում սահմանապահվենք։ Ալենը սիրում էր բոլոր ազգություններին։ Ալենը հարգում եւ գնահատում էր աշխարհի բոլոր ժողովուրդներին, անկախ կրոնական, ռասայական պատկանելիությունից եւ միշտ ասում էր. կարևորը մարդն է, գերագույն արժեքը մարդն է, անկախ ազգությունից եւ ռասայական պատկանելիությունից։ Նա մեծ մարդասեր էր։ Ուստի եւ ուզում ենք, որ Ալենյան գաղափարախոսությունը տարածվի նաեւ մեր հանրապետության սահմաններից դուրս։ Եվ ինչու՞ չէ նաեւ օտարազգի բալիկները կարողանան վայելել այս հրաշալի մեգանախագիծը, այս գունեղ հեքիաթը եւ փակագծերը բացելով ասեմ, որ մեր հարևանների համար մենք այն կներկայացնենք անգլերեն։ Անգլերեն լեզվով։ Տիգին Նազելի, շնորհակալ ենք շատ։ Շնորհակալ ենք։ Եվս մեկ անգամ հիշեցնենք մեր հեռուստադիտողին, դեկտեմբերի 20-ին եւ 21-ին հասցեն, որ խնդրեմ կնշեք, որտեղ է անցկացվելու սա մենք հաստատություն ունենք։ Ոսկե արծիվ իշխանության ասպետ Ալեն Մարկարյանի հեքիաթի հիման վրա ստեղծվել է նոր Սառցե շոու դեկտեմբերի 20-ին եւ 21-ին։ Քանի որ մենք գիտեինք, որ եթերային նորմերին մի փոքր դեմ է կոնկրետ հասցեներ նշելը գովազդի տեսանկյունից, ուստի եւ խորհուրդ ենք տալիս բոլոր մեր հետևորդներին հետևելու համացանցին, այո, քանի որ բազմաթիվ էջերով գնում են գովազդային հոլովակները, մեկը մեկից գունեղ ու շքեղ, մեկը մեկից գայթակղիչ։ Շատ իսկ էջը Ալեն Մարկարյան բարեգործական հիմնադրամ էջն է։ Այո, Ալեն Մարկարյան, խնդրում ենք ընկերության հայտ ուղարկել Ալեն Մարկարյան բարեգործական հասարակական կազմակերպության էջին, իմ Facebook-յան էջին, ինչպես նաև Instagram-յան եւ հնարավոր բոլոր հարթակներում, քանի որ թիմը ջանացել է, որ հնարավորինս լայն մասսաներին դառնա ինֆորմացիան հասանելի։ Շնորհակալ ենք շատ։ Շնորհակալ ենք շատ։ Մեր հյուրերն են Ալենի մայրը Նազելի Տերտերյանը, շնորհակալ ենք շատ Տիկին Տերտերյան։ Եվ գեղասահորդներ Սոֆիկ Արապետյան եւ Ալբերտ Ղարեբյան։ Ընդհանրապես չներվես։ Դու պարտավորել չես լավ խոսած, ընդհանրապես խոսած։ Դուք համար վայելեցիք մեր ներկայությունը եւ զրույցը։ Շնորհակալ ենք շատ ձեզ լավ օր ու վստահ եմ ֆանտաստիկ ելույթ եք ունենալու։ Իսկ մենք շատ արագ ընդմիջվենք, որովհետեւ ունենք կարևոր հյուր, ով եւս սպասում է մեզ։ Խոսելու ենք երաժշտությունից։